3 ամիս առաջ հարուցված քրեական գործով իրավապահներն այսօր ձերբակալեցին ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի падգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, մեղադրանք առաջադրեցին նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հոդվածով ու Գյումրիից տեղափոխեցին Երևան հարցաքննության։ Այսինքն մայիս ամսից սկսած այս գործը կա, այս գործով իրականացնում են ենթադրաբար վարորդային քննչական գործողություններ եւ այո, մեզ համար ակնհայտ էր եւ ակնկալելի էր, որ պետք է այս այն ինչ որ տեղի ունեցավ այսօր առավոտյան, մասնավորապես պարոն Գրիգորյանի ձերբակալությունը եւ հետո կալանավորումը պիտի լիներ։ Հարցաքննությունից հետո փաստաբան Արսեն Բաբայանն ազատությանն ասաց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Դա նշանակում է, որ ոչինչ չի ասում այս բանին։ Երբ որ կգա, երբ որ եթե հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ որ կգա ասելու ժամանակ, ես հաստատապես պնդում եմ, որ պարոն Գրիգորյանը որևէ նման հանցավոր երևույթի հետ առնչություն չունի։ Տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անդամներ ազգային Դեռ մայիսին հակակոռուպցիոնը գաղտնալսում էր հրապարակել եւ պնդել, թե Գրիգորյանը ընտրական շրջանում ընտրողներից մեկին տան նորոգման համար շինարարական նյութեր է տվել։ Արդյոք հաստատում են, որ Գրիգորյանի ձայնն է այս գաղտնալսման մեջ, փաստաբանը չի ասում, ասած ժամանակը կգա եւ լռություն պահպանող պաշտպանյալը մանրամասն կհայտնի իր դիրքորոշումը։ Սրանք կոչվում են քրեակ քաղաքական հետապնդումներ, այսինքն քաղաքական հետապնդում քրեական քողի ներքո եւ բնականաբար քրեական իրավունքին վերաբերվող ոչ մի կանոն այստեղ չի գործում։ Արսեն Բաբայանն ուշադրություն է հրավիրում այլ խնդրի վրա, ինչու իրավապահները սպասեցին 3 ամիս եւ նոր միայն, երբ Գրիգորյանն այլևս ոչ падգամավոր է, ոչ էլ թեկնածու եւ ել չունի անձեռնմխելիություն, անցան գործի։ Մինչ իրավապահները չեն պատասխանում այս հարցին, փաստաբանն աճպարարություն է համարում դեռ կես ամիս առաջ անձեռնմխելիություն ունեցող նախկին падգամավորի շուրջ ստեղծված այս իրավիճակը։ Դա պետք է ավելի վաղ լիներ։ Թե ինչի վաղ չեղավ ավելի, ես այդտեղ ասենց շակերտներում զուգադիպություն եմ տեսնում։ Այդ զուգադիպությունը կապ ունի մասնավորապես Գյումրու ընտրությունների հետ ապագայում սպասվելիք, որի մասին իշխանությունը արդեն հայտարարեց, եւ միաժամանակ կապ եմ տեսնում նախորդ խորհրդարանի լիազորությունների դադարեցման հետ։ Գրիգորյանի թիմակիցները եւս պնդում են, դեռ 1 տարի առաջ Գյումրու Ավագանի անցած իրենց թիմը ենթարկվում է քաղաքական ճնշումների։ Ես չեմ կարող կարդալ կենտրոնական իշխանության ծրագրերը, նպատակները, մտքերը, բայց որ Հայաստանում ամեն մի քաղաք ունեցավ իր մոդելը, իր տիպը, իշխանության խլման, տեղական իշխանության այսպես զավթման եւ այդ մոդելները ըստ քաղաքների ստացան այդ անվանումները Վանաձորյան մոդել եւ այլն եւ այլն։ Կոնկրետ Գյումրին 1 տարի շարունակ տեսնում է կուր աշխատում է, ավականին համառ է շատ եւ կոնկրետ մեր թիմը, պարոն Գրիգորյանի թիմը բավականաչափ այսպես կարեւոր օղակ է այդ ընդդիմության ցանկում եւ բնականաբար սա քաղաքական ճնշում է։ Գրիգորյանի թիմակից Գյումրու Ավագանու ընդդիմադիր մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հիշեցնում է, քաղաքացիական պայմանագիրը ուղիղ հայտարարել է, որ ցանկանում է օր առաջ իշխանություն վերցնել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Նրա պնդմամբ Գրիգորյանի ձերբակալությունը հենց Գյումրու քաղաքապետի աթոռը մեջբերում զավթելու համար է արվում։ Մենք ունենք 6 մանդատ եւ մեր 6 մանդատը 2025-ից մինչեւ այսօր պինդ պահել ենք եւ շարունակելու ենք պահել։ Շատ լավ գիտենք ուր ենք գնում, շատ լավ գիտենք, որ ընդհանրապես այդ ճանապարհին ծաղիկներ չկա, դա փշոտ ճանապարհ է, բայց մենք մի տարի արդեն այդ ճանապարհը փորձառությունը ունենք անցնելու։ Գյումրին կառավարվում է ընդդիմադիրների կողմից։ Կոմունիստական կուսակցության ցուցակով Ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այժմ մի քանի գործերով մեղադրյալ է ու փաստացի նա չի կարողանում կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ղուկասյանին այս պաշտոնում ընտրվելու համար ձայներ են տվել ոչ միայն Կոմկուսը, այլև մյուս ընդդիմադիրներ, այդ թվում Մարտուն Գրիգորյանի թիմը, ընդհանուր 19 ընդդիմադիր մանդատներով։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ընդդիմադիր դիրքերում է, Ավագանիում Փաշինյանի թիմն ունի ընդամենը 14 ձայն։ Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրի Ավագանու արտահերթ ընտրություններ եւ ժողովրդական իշխանություն հաստատեն Գյումրիում։ Քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը նման հայտարարություն արել, կարևորելով ոչ թե հերթական, այլ հենց արտահերթ ընտրությամբ Գյումրին վերցնելու սցենարը։ Գյումրիում արդեն նման իրավիճակ եղել է։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո 2024 թվականին ողջ կազմով մանդատները վայր դրեց կառավարող Բալասանյան դաշինքը, ինչից հետո Գյումրիում վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, ամիսներ անց էլ արտահերթ ընտրություններ անցկացվեցին։ Կկալանավորվի արդյոք
Մարտուն Գրիգորյանը թե ոչ, պարզ կդառնա առաջիկա ժամերին, հակակոռուպցիոնը դիմել է դատարան։